սիրելիներս։ Ինչ։ Հայլիտեմ նկարում ասմա հայրիս մի պակի սիրելիներս ողջին անուշներս տանից դուրս եմ եկել հիշում եք որ ասում էի ստրեսի հետ կապված ձայնս կտրվել է բոլորովին էլ ստրես չէր գրիպ էինք բայց ինչի էինք ուրախացել որ պարզապես սովորական գրիպ էինք գնում եմ մեգամոլ տանից դուրս ենք եկել արդեն ապակինվում ենք ջերմություն չենք ունեցել մարմիններս չի կոտրատվել պարզապես գրիպ ենք եղել թացած չորհաս չէր արդեն դեպի լավին ենք գնում ես ու Վահանը Էրիկս Փարքաստո կարծես թե վա այստեղ փոսեր է մեզ մոտ այստեղ փոսեր է ահա Ի խոսքով անուշիկներս գնամ տեսնեմ ինչ եմ այնտեղ գտնում ինչ կա հետաքրքիր կնկարեմ ձեզ համար գրկում եմ համբուրում եմ ասում եմ առայժմ կարևորը մեկնարկը տվեցի ամենադժվարը մեկնարկն է ժողովուրդ ջան մենք եկանք մտանք մի քանի խանութ այնքան են հետևիցդ չես կարողանում մի հատ նորմալ նկարես Ի խոսքով եկանք հաց ուտելու, այստեղ տենց տեղ կա տնական food station-ա կոչվում, հա, ես վերցրեցի աղցան, ինչպես միշտ, Վահանը վերցրեց իր սպանախով և հավով լազանյան, մի հատ տեսեք, թե ինչ գեղեցկություն է, ժողովուրդ ջան, Վահանը քանի որ աշխատանքից եկել ու ոչ մի բան չէր կերել, մեջը ներսում կա գազար, հավի միս, սպանախ, ինչ սոուս, ասա, բեշամել սոուս, էլ չգիտեմ ինչ, մի խոսքով, և պանիր, այսպես, դե ինչ, իմիջալուց ասեմ շատ համեղ է, իրենց մոտ ամեն ինչ կա, կոտլետներ, քաշով է, տեսեք, այսքանին տվել են 2800 դրամ, 2900 դրամ ջրի հետ, 2.5, 2500, շատ լավ է, այնտեղ կա կոտլետներ, աղցանների տեսականի, խորոված, մի խոսքով ամեն ինչ ունեն, ամեն բանջարեղեն, ամեն բան կա, մի խոսքով անուշիկներս, որ գաք մեգամոլ, Mr. Գիրոսի կողքը կոչվում է food station, այսպես պահեմ, այնտեղ, դե ինչ, մեզ բարի ախորժակ, ժողովուրդ ջան, մի հատ ձյունը տեսեք փետրվարի 26-ն է այսօր, թե 27-ը, տեսեք թե ինչ ձյուն է գալիս, վայ մոմո ջան, նույնիսկ ձմեռս են ձյուն չի եկել, ես ինչ թափով ձյուն է գալիս, մամա ջան, սեզ բան չի տեսել, ոչ մի բան չի երևում հեռվում, տեսակ, այսպես, 26 թվականի փետրվարի 27-ն է, ասեմ մեկ վիդեոներիս միջոցով հետո հիշում եմ, մեր ծիտիկների բույնը փակել ենք, տեսեք, էլ չեն կարողանում գան, որովհետև ես այնտեղ խաշի կացա ունեի, մամայիս կացաներ, որ պիտի բերեի ու բերել եմ, ժողովուրդ ջան, ուրեմն ամեն օր երեկոյան ժամը 10-ին մեր հեռուստաաշտարակի լույսերը, տեսնում եք, ավտոմատ սկսվում են վառվել, տեսեք թե ինչ գեղեցիկ է, սիրոտոնին ի դեպ կարմիր է եղել ամբողջությամբ, սրտիկներով չեմ տեսել ես, ուր էի, տանն է, ես այդ օրը չեմ հիշում, ահա, սեք, ապսոս հիմա հեռվում մի քիչ մառախու է, չի երևում լավ, պարզ օրերին այ ամառը կնկարեմ կամ քիչ եղանակները որ բացվի, շատ ավելի գեղեցիկ կլինի, այսպես, ահա, Սիրելիներս, ձեզ արդեն ծանոթ տեսարանով եմ սկսում, գնացել էինք զովք, մեզ մոտ զովք էր բացվել,
Վահան ասաց արի գնանք պտտվենք, թե Վահանի հետ գնացողը ժողովուրդ ջան, այսենց է հետ գալիս։ Դե հիմա ձեզ հետ կկիսվեմ, թե ինչ ենք գնել Զովքից գնել ենք ուրեմն ձու, մեկ հատը 79 դրամ է, 15 հատ ձու եմ գնել, մտածեցի բիսկվիտ, մի բան կթխեմ, ահա, այսենց, սա ձու, գնել եմ իմ սուրճը, ուրեմն, 2 բառով ասեմ, ցիկորին դարչինով, հայերեն ցիկորին անկեղծ ասած փնտրել եմ, չեմ գտել, եթե գիտեք տարբերակը, ասեք ինձ, ուրախ կլինեմ իմանալ, ուրեմն ով որ ունի բարձր ինսուլին եւ ճնշում, առավոտյան մի բաժակ խմեք սրանից, որպես սուրճ, ինքը մի քիչ դարչինի համ ունի, եթե սիրում եք քաղցր կարող եք մի փոքր ավելացնել, ես չեմ ավելացնում, ասեմ ամբողջ օրը ճնշումս չի բարձրանում, առհասարակ արդեն 1 տարի է, որ ճնշումս կարգավորվել է դեղերիցս հետո, իսկ սա, երբ որ խմում եմ, նույնիսկ դեղի կարիք այդ օրը չեմ ունենում, հնարավոր է, որ դա օրգանիզմից է, չեմ կարող ասել, գուցե ինձ մոտ այդպես է, մյուսների մոտ այդպես չլինի, չեմ կարող ասել, ինձ վրա ինչպես որ ինքը ազդում է, ես դա եմ ասում, եւ շատ լավ իջեցնում է իմ ինսուլինը, սիրելիներս, սա էսպես, արդեն վերջանում էր, հետո գնել ենք հաց, Վահանի ծաղիկ հացը, հետո Զովքի լավաշ եմ գնել, հարցրեցի բարակ է, ասեց բարակ է, չգիտեմ, 1 կիլոգրամի արժեքն է 645 դրամ, ես 3 հատ խնդրեցի, այստեղ 361 դրամի է, հետո պրեզիդենտ կարագը զեղչվել էր 2900 քանի դրամ, 400 գրամը, պահեստային ունենալու համար վերցրեցինք, չնայած որ ունեի տանը, բայց ամեն դեպքում որպես պահեստային վերցրել եմ, հետո այստեղ վերցրել ենք չոկոպայ, սուրճ եմ խմելու, անպայման ձեզ հետ կկիսվեմ, շատ համեղ է, կներեք, կբացեմ, կկիսեմ, ձեզ միջուկն էլ ցույց կտամ, տեսքն էլ, եթե դեռ չեք փորձել, սա այստեղ, սա անալի պանիր, իրենց պանիրը շատ աղի չէ, Զովքինը, Սիթիինը բավական աղի է, հիմա գլուխ կովեմ, տեսնեմ իրոք սա անալի է, թե ոչ, այսպես, ես այդպես գիտեմ, այդպես եմ հիշում, այստեղ տիրամիսու կոնֆետներն էլ զեղչվել էին, մի քանի հատ վերցրել եմ 300 գրամի չափով, այսպիսի տիրամիսու կոնֆետներ սուֆլեյով, սա այսպես, ամուշիկներս, հետո սա մի հատս 4 օր է արևածաղիկ չեմ գնել, ընդմիջումներում է, իհարկե ես օգտագործում, 2 օր օգտագործում եմ, 4-5 օր չեմ օգտագործում, այսպես, հետո, սա Վահանն է վերցրել, Երեմյանի հորած պանիրը էլի զեղչ է, համեղ է, շատ լավն է, այսպիսի տեսք ունի, տեսեք, զեղչվել էր 300 քանի դրամ էր Վահան, չեմ հիշում, սա Վահանն է, Վահանի ախորժակը տվեց, նոր էին ստացել, շատ թարմ, ինքը ուզեց, վերցրեց, մեկ գործից գալիս է, արագ, քանի դեռ հացը պատրաստ չէ, սա նրբերշիկ ամեն դեպքում փլավների հետ տանը մեկ ունենում եմ, այստեղ Վահանն է գնել տուփսկի պրյանիկը, ասում եմ հեղինեի պես մատով սեղմիր, տես եթե փափուկան ուր գնի, ուղղություն եմ տալիս, հազս դեռ չի լավացել, երբ որ ծիծաղում եմ, հազս գալիս է, գնել եմ ձավար, սպաս եմ ուզում եփել, որովհետև երիքսել է հիվանդ, ու լավ հիվանդ է, ասում ձեզով էր ասում հիվանդանայիք, որ ես էլ վարակվի, ասում եմ Երիկ ջան, երբ որ մենք հիվանդ էինք, ես քեզ ասում եմ Երիկ ջան, տակ հագի, որ չմրսես, ինձ չէր լսում, ես էլի Վահանն է վերցրել,
Դոն Դանտեսի սա տիրամիսու է, սա տիրամիսուն է, սա բրաունին է, տորտ հարբած բալ, հա, սա հարբած բալն է, սա էլ տիրամիսուն է, դեռ չգիտեմ, այսպես կարող եմ պահել, դուք նայեք, ինչպիսի տեսք ունի, և սա, ես իհարկե նախընտրում եմ սա, սա չեմ տեսել, ես չէի տեսել, Վահանը բերեց վերջում, հետո գնել ենք հիգենիկ թուղթ, շատ կարևոր, սա գնաց այստեղ, գնել եմ կանաչի համեմ և 3 թարխուն, մեզ մոտ արդեն թարխունը դուրս է եկել, գինը անկեղծ չտեսա ինչ արժեր, չնայեցի գինը, երևի 200 դրամի կարգի էլի, այստեղ դոլի բանաններ, սիթիուն վաղուց չկա այս դոլի բանանները, շատ լավն է, արժեքը 645 դրամ 1 կիլոգրամի, $1.5, այդպես ասեմ, հետո շատ լավ կարտոֆիլ կար, կարտոֆիլ վերցրեցինք, մերոնք շատ են ուտում, շատ ուտելը որն է, չէ, շատ չենք ուտում, ուղղակի լավ կարտոֆիլ սիրում ենք, բայց շատ չենք ուտում, եթե Էրիկս պյուրե է ուզում, պյուրե եմ գնում, ես այսպիսի մեծ կարտոֆիլներ գնում եմ, ինչու համար, որպեսզի շատ չընկնեմ են մանրների հետևից, այս ցեխե վրան, մանրների հետևից, թե, հա, չէ, բանա, խփած տեղա, այդքան երկար ժամանակ մանրները չմաքրեմ, մի հատ մեծը մաքրում եմ, 1 ճաշի համար, և բավական է, դրա համար էլ չեմ բանանում, մանրը չեմ սիրում, ճիշտն ասած, հետո, այստեղ ինձ համար գնել եմ խուրմա, տեսա, որ լավն էր, ասեցի, տեսեք ինչ լավ խուրմա է, այսպես, ճիշտն ասած, սրանք, բայց սա վատը չի, ես սովորաբար ես փակերը այդքան չեմ սիրում, մեկ լինում է, որտնած է լինում, մեկ, հաճախ չէ, հա, բայց որ տեսա սիրտս ուզեց, հետո գնել եմ հավի ֆարշ, այսպիսի աղացած կոտլետի համար, գնել եմ աղացած միս էլի կոտլետի համար, այսպես, շատ լավ միս էր, յուղոտ չէր շատ, մերոնք շատ յուղոտ չեն ուտում, և գնել ենք այսպիսի խոզի միս, մատեր և չալաղակ, ինչ են ասում, հա, մի խոսքով, այդպիսի կտորներ, լավ, շատ լավ միս է, այսքանը սիրելիները, սա էր մեր գնումները, Վահան ջան, ինչքան նստեց մեզ վրա, հա, 28,000 դրամ, երևի ենտեղ մի քիչ կոպեկներով, էլի, հա, մի խոսքով ժողովուրդ ջան, 28,000 դրամ, բայց մսեղեն եմ գնել, տեսեք նրբերշիկ, այստեղ այսպիսի կողեր, չէ, բավական լավ գին է, ասեմ, վատ չէր, այսպես անուշիկներս, դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ տամ, կհանդիպենք հաջորդ հատվածում, մոռացել էի հատված բառը, սիրելիներս սուրճս եփվում է, ես էլ որոշեցի ձեզ հետ կիսվեմ այս չոկոպայով, տեսակ ինքը ձմերուկի է, ձմերուկի համով, այսպես, տեսեք, լրիվ ձմերուկի նման, արել եմ, և Վահան ասում եմ, բայց սեխի համով, չէ, սեխի համ չունի, գիտեք ինչի համ ունի, այն բոմբիբոմ ծամոնները որ կան, այսպիսի միջուկով, հետաքրքիր է, վատը չի, շատ համեղ է, վատը չի, ես ծամոնի համ ունի, այսպես անուշիկներս, ասի ձեզ հետ կիսվեմ, դուք էլ իմանաք, եթե ցանկանաք գնել, գնեք, լավն է, ահա, դե ինչ, Վահանը սուրճը լցրեց, վայել ենք, ժամը արդեն 7-ն է երեկոյան, ես երկրորդ սուրճս նոր եմ խմում, ես 2 սուրճ եմ խմում, մի հատ առավոտյան ժամ 8:30-ից 9:30 սահմանում,
հա, կամ 8-ից կես, եթե Վահանը 8-ին պիտի գնա տանից, ես 8-ից կես եմ խմում, ճանապարհում եմ, խմում եմ։ Եթե ուշ է մի քիչ գնում, 9-ից, մի հատ 9-15 խմում եմ, ու Վահանը գնում է։ Հա, եւ երկրորդը ցերեկն եմ խմում, ժամը 3-ի կողմերը։ Այսօր չեմ հասցրել խմել, այսօր տունը մաքրություն եմ արել, խոհանոցը, լավ մաքրություն են կարել ամուսիններով, տեղը տեղին, դրա համար երկրորդ սուրճ չեմ խմել, հետո մի գնացինք Զովքեկան, կա հիմա նոր վայելում եմ, դե ինչ դուք էլ եփեք, դուք էլ վայելեք, ես դառն եմ խմում, դառը սուրճ եմ խմում, սովորական սև սուրճ, ես լուծվող սուրճ չեմ սիրում եւ չեմ կարողանում խմել, որովհետեւ ճնշումս անմիջապես բարձրանում է, ինձ դուր չի գալիս լուծվող սուրճի համը, ոչ մի ձև, ոչ մի մարդ կա կաթով է խմում, մարդ կա խտացրած կաթով է խմում, իմ օրգանիզմը չի ընդունում սիրելիներս եւ համն էլ իմ քիմքին դուրալի չէ, դրա համար ես խմում եմ սովորական հայկական սուրճը 2 անգամ, այսպես դուք էլ եփեք ու վայելեք, սիրում եմ ձեզ, գրկում եմ, համբուրում եմ ու ասում եմ, որ դուք իմ հրաշքներն եք, եկել եմ դառնում, ոնց որ նկարեմ ձեռքս ընկնում է իմ դեմքին, շողքը առաջանում, չեմ կարողանում նորմալ նկարել, Վահանը գնաց դա պահպանած բերելու, հեսակի դրա, ես էլ մի քանի փոքրիկ գնումներ եմ արել, գնամ տուն ձեզ հետ կիսվեմ, չգիտեմ որտեղ, տեսնում եք ձեռքս, ներքև իջացնում ավելի ապակում, դրա համար դերև եմ պահպանում, հենա, այստեղ ասում առայժմ, անը կհանդիպել, հա, դուք պահպաղակը դեպի կիսվեմ ձեզ հետ, ահա, մեծ պահպաղակները եկան, մեկը ելակով, մեկը սև հաղարջով և 2 սուրճ, իրեն սուրճերը շատ դառն է ժողովուրդ ջան, շատ ուժեղ բոված է, առանց շաքար հնարավոր չէ, հա, մեքենայի է, ինքը չափաբաժինը սուրճի շատ է, դրա համար էլ ես չեմ սիրում այս սուրճերը շատ, բայց Վահանից խաթեր խմում եմ, հետո մի օր միասին կգնանք Սորիսո ռեստորան, պիցա համտեսելու, անպայման, այստեղ մի փոքրիկ գնումներ ունեմ, բուժից, այստեղ պստլոների համար եմ գնումներ արել և մորաքրոջս թորնիկի համար ծննդյան տարել արդիվ, հա, գրքեր եմ գնել, խոստացել էի գրքեր, անցել է ծնունդը, բայց խոստացել էի, որ պիտի գրքեր նվիրեմ, այսպես, ժողովուրդ ջան, պապայենցս թաղեր ենք եկել, տեսեք դիմացը Սուրբ Սարգիս եկեղեցին, իմ հին հետևորդները գիտեն, տակը ժայռափոր տներում մամայենցս ու պապայենցս տունն է եղել, այսպես, մի օր անպայման կգանք հորաքրոջս հետ, հորաքույրս լրիվ կպատմի, չնայած պապաս պատմել է, բայց մի հատ էլ հորաքույրս կխնդրեմ, այսպես, խանգարում եմ, Վահան ջան, ձեռքս խանգարում է, այլուտ, չէ, Աստված ջան, դու խաղաղություն բերես, համել այսօր բոլորիս գարնան առաջին օրն է, շնորհավորում եմ սիրուններս, միշտ գարուն մնաք, գարնան պես գեղեցիկ, երիտասարդ, 80 տարեկանում էլ, 90-ում էլ, 100-ում էլ, միշտ գարուն լինի ձեր հոգիներում, մեզ մոտ մի քիչ առաջ, մի 2 ժամ առաջ ձյուն տեղաց, հետո կտրվեց ձյունը, շատ եմ սիրում Սուրբ Սարգիս եկեղեցին, մի քիչ քաղաքը ձեզ համար նկարեմ, տեսնեք ոնց է գեղեցկացել Երևանը, եկանք հասանք օպերա, ժողովուրդ ջան, այստեղ ավտոբուսն է դիմացը, դա, տեսնենք ով է նվագում,
Լսում եք ձայնը։ Ինչու լռեցիր։ Գեղեցիկ է, չէ՞ մեր օպերայի շենքը։ Վերևում պիտի արձանախմբեր լինեին, Սովետ միությունը չի թույլատրել։ Չէ՞ Վահան։ Այո։ Վահանը եղել է Թամանյանի տուն-թանգարանում։ Տեսել է մակետը, էլի ամբողջ էս օպերայի շենքի ոնց պիտի լիներ արձաններ։ Հիմա պիտի էդի օրինակ սարքեն էլի, այդ արձանախմբերը, այդ սյուները։ Այ ժողովուրդ ջան, աղոթենք մեր հանկարծ պատերազմ չսկսվի, Աստված ջան։ Traffic camera ahead. Կոմիտասի այգին, կոնսերվատորիան, Սահակնովայի անվան դպրոցը երաշտակում, այսպես, տեսնում եք Կոմիտասի արձանը, հա, գնացինք, դիմացը Մայր Հայաստան, Մաշտոցի Պողոտանը, այնտեղ Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, այնտեղ Երվանդ Քոչարի տուն-թանգարանն է, խոսքով շատ հին շենքեր են, Ես Սահակնովայի անվան դպրոցում համերգ եմ վարել, հաղորդավարուհի էի, ժամանակին մի ընկերուհի ունեի, այստեղ էր ապրում է շենքում, հիմա էլ է այդտեղ ապրում, իր աղջկա երաշտական միջոցառումներ, դաշնակահարուհի էր, հաղորդավարուհին էլ ես էի, հիշում եմ, որ դուրս է եկել ինձ էին շնորհավորում, ափսոս ես չշարունակեցի, շատ կուզեի, հա, շատ կուզեի Վահան ջան, ես բեմի մարդ էի, ես սիրել եմ բեմը, կինոն, թատրոնը, Մատենադարանը դիմացը, 600 meters at the traffic lights. Grand Canteen. Street. Traffic camera ahead. Traffic camera ahead. Ցիտադելը, առած սա ինչ շենքեր մոռացել եմ ես Ցիտադելի շենքը, ինչի շենքեր, մինչև Ցիտադելը Վահան, մի բանի շենքեր, չէ, մի բանի շենքեր հիշում էի, մոռացել եմ հիմա, չեմ հիշում արդեն, ինչ կլոր գմբեթով շենքա, այնքան չենք նայել, բժշկականն է այդ կլոր գմբեթովը, բայց ինչ թուրքի գմբեթ են արել, Իրանք են արել, գմբեթային կարմիրանքով է, տեսեք, պասեք մոտեցնեմ, տեսեք ես կլոր գմբեթը, ոնց որ մսկիթի գմբեթ լինի, առհասարակ մեզնից են ճարտարապետությունը վերցրել, Անի ճարտարապետությունը համարվել է շեդևր ու շատ իտալացի ճարտարապետներ իրանք են փաստում, որ ճարտարապետությունը իրենք դեռ այն ժամանակ եկել վերցրել են հատկապես խոյակները, որ տեսնում եք, որ ասում են հռոմեական է, հունահռոմեական է բոլորովին, խոյը քանի որ համարվել է հայկական Հայաստանի սիմվոլը, Արմենիայի սիմվոլը, մենք ենք ունեցել այդ խոյակները, իրենք մեզնից վերցրել են,
Իդեպ նաև ասեմ, որ հայոց պատմությունը, մեր հայոց պատմությունը շատ ավելի 1000 տարով հին է հունական պատմությունից։ Այս բանասիրության ֆակուլտետն է, թե կենսաբանությանն էր համալսարանի։ Թե չէ, բան, ճիշտ է։ Այն մեկը, վայ չէ, Սիենուս փողոցն է, վայ խառնեցի։ 500 meters at the roundabout. Բժշկականն է։ Այդ էր, այդ էլ է համալսարանն է։ Դիմացը արդեն Դավիթ անհախտ փողոցն է, վերևը սպիտակ շենքերը, որ կան։ Դավիթ անհախտ փողոցն է, Խաչատուր Աբովյանը, այս առաջին համալսարանական հիվանդանոցը, մի խոսքով, ժողովուրդ ջան։ Ահա, այսպես, այս էլ Հայկ Կիրակոսյանը, Գուժով աղջիկը, Ժարևա։ Լավ, այս ոլորաններում անջատեմ, այստեղ տեսեք նոր շենքեր են կառուցել այս ներքևը, պոլիտեխնիկի բժշկական պոլիկլինիկայի տեղում։ Սիրելիներս, մենք վերադարձանք, հիմա կիսվեմ ձեզ հետ մեր գնումներով, ուրեմն մտել էինք Ռիո Գալիրեա, գիտեք զեղչերի ժամանակ այնտեղ շատ լավ զեղչեր է լինում, Վահանի համար ձեռք բերեցինք այսպիսի գարնանային բաճկոն, շատ լավն է ինքը, բավական մեծ գնից էր ինքը իջել, ասեմ մենք չենք սիրում լոգոներ, միայն այստեղ է այդ լոգոն, թևի վրա այն էլ մուգ չի երևում, մենք չենք սիրում շատ լոգոներով, այսպես, որովհետև ոնց որ այդ ֆիրմայի գովազդային վահանա կլինես, այսպես ասեմ, դրա համար չենք սիրում, որ վրան լինում է Բոս, Արմանի, չգիտեմ ինչ եւ այլն, էականը դա չէ, էականը այն է, որ այս մեծ գնից, տեսեք, 145.900 դրամից զեղչվել էր 29.000 դրամ, սովորական, գնի բաճկոն է, այսպես հեռվից պահեմ, որպեսզի ձեզ երևա, մի խոսքով շատ լավն է որակը, արտակարգ որակ է, հիմա ասեմ, կոչվում է Navigator, հա, այո, Navigator, ճիշտ եմ կարդում, այսպես, սա Վահանի բաճկոնը, անուշիկներս, հետո ինձ համար, սա գնել եմ, ռուժից եմ գնել, մազիս ներկը, ուրեմն ժողովուրդ ջան, իմ մազի ներկը, պասեք նստեմ ձեզ հետ համ երկու բառ զրուցեմ, հա, ջրադիմացկուն, ասա Վահան ջան, դու ասա քո բաճկոնը դու ներկայացրու, ասա, ջրադիմացկուն, հա, waterproof, էլ ինչ, անտիվենտու, հակաքամի, այսինքն քամի չի անցնում ներս, մի խոսքով եւ եւ ջրակայուն, անտիպիոջիա, հասա իտալական է, հա, Всё, ահա, սա վերցրել եմ, Իտալիայում եմ տեսել այս ներկը, Il Salone, երբեք չեմ օգտվել, ես միշտ Revlon եմ վերցրել, այսինքն միշտ չէ, երբ որ Սինգապուրում էինք, 1 տարի անընդհատ Revlon-ով եմ ներկել, շատ լավն է Revlon-ը, շատ լավն է, Revlon, ճիշտ եմ ասում, հա, Revlon, ճիշտ եմ ասում, մեկ մոռանում եմ, գիտեք, մի խոսքով, սա իմ ներկը չկա, իմ ներկը պրեֆերանսի 8-11-ը գոյություն չունի, սկզբում 8-12-ը վերացավ, հետո էլ 8-11-ը վերացավ, գոյություն չունի ոչ մի տեղ, հիմա սրան ցավոք զեղչ չկար, այս
ներկին, ինքը շատ լավն է գույնը, Svetly Blonde է կոչվում, այսպես պահեմ, մի խոսքով գույնը շատ դուրս եկավ, դե խառնում եմ, դուք գիտեք, Sios-ի հետ խառնելու եմ, և Max Factor-ի երանգաներկը, Ռումյաննան, այսպես ասած, երանգաներկը զեղչվել էր 30%, Վահան ջան, կարող ես բացել, մի հատ գույնը կիսվեմ, ահա, բացեցի, բացել եմ, այսպիսի բնական գույն է, շատ, ես ունեմ պուպայի, ես պուպան շատ եմ սիրում, պուպան ինքը իտալական, են էլ ես եմ, կուկու, я здесь, պուպան շատ եմ սիրում, որովհետև պուպան իսկապես իտալական բրենդ է և շատ հաջող բրենդ է, շատ, ես կասեմ, որ Կիկոյից լավն է, ես ավելի եմ հավանում, քան Կիկոն, չնայած, որ Կիկոյի մատիտը, սև մատիտը, աչքի մեջի սև կոնտուրը, հիմա կսել եմ, շատ լավն է, մի խոսքով, սա էլ այսպիսի երանգ էի գնել, ես մի հատ ունեի դեղցի գույնով, սա էլ գնել եմ արդեն բնական ավելի, հետո այստեղ մորաքրոջս թորնիկին ծննդյան կապակցությամբ գնել եմ գրքեր զանգակից, խոստացել էի, իր անունը Արամ է, այսպիսի սիմվոլիկ գիրք եմ իր համար գնել, Արամ Թագավոր, և գնել եմ այսպիսի գիրք, ցույց տամ, այսպիսի շատ հետաքրքիր երկիրը և ողջ աշխարհը, բացահայտված տիեզերք, շատ հետաքրքիր է, այստեղ կա նույնիսկ մեր ուրեմն ասավահան աստղադիտարանը, observatoria է հիշում, աստղադիտարանը կա, մի խոսքով շատ զարգացնող, շատ լավ գիրք է, էսի Հալեին է, տեսեք, ինքան լավ գիրք է, Կոյպեր, ինքը սիրում է աստղագիտություն, աստղաբանություն, շատ է սիրում, ոչ թե աստղագիտություն կամ աստղաբանություն, մի քիչ գուցե այսպես ճոխ ասեցի, երեխան 7 տարեկան է, սիրում է տիեզերք ուսումնասիրել, այսպես ասեմ, հա, և վստահ եմ, որ այս գիրքը իրեն կօգնի հետագայում ավելի խորամուխ լինել այս գեղեցիկ գիտության մեջ, ես ինքը շատ եմ սիրում, շատ եմ սիրում և ժամանակին ցանկացել եմ դառնալ, սովորել, մասնագիտանալ աստղաֆիզիկայի մեջ, շատ էի սիրում, բայց ցավոք գնացի այլ ուղղությամբ, բանասիրություն, պատմաբանասիրություն, ինչում էլ ես իսկապես գտա ինձ, չնայած մեկը մյուսին չէր խանգարի, ես նաև սիրում էի թատրոնը, կինոն, այստեղ գնել ենք հագուստներ, ուրեմն, որ մենք մտնում ենք խանութ, Վահանը որպես հորեղբայր, գնում է Զաբելի համար է շորիկներ նայում, ես էլ որպես հորաքույր գնում եմ ավետիս համար, բայց մենք միասին ենք միշտ ընտրում, միասին ենք միշտ որոշում կայացնում, մի խոսքով առանձին չենք լինում, ավետիս համար այս անգամ լավ հագուստներ չգտա, բայց գնեցի 2 գոգնոջ, այսպիսի գոգնոջիկներ եմ գնել, շուտով որ ատամիկները ուզենա հանի, գիտեք թե ինչքան է պետք գալիս գոգնոցը, Original Marines-ից եմ վերցրել, շատ լավն է, ես Էրիկիս փոքր ժամանակ շատ եմ հագցրել, այստեղ մի հատ էլ այսպիսի գոգնոց գնել ենք Զաբելի համար, այսպես, զեղչվել էին իրենք, բավականին լավ զեղչեր էին, սա էլի Վահանն է գնել Զաբելի համար, այսպես, միասին ենք ընտրել, հա, նա էլ է Վահանը գնել, գոգնոցներն էլ է Վահանը գնել, այսպիսի, իհարկե դեռ փոքրիկ է, ինչքան է Զաբելը, շուտով 7 ամսեկան կլինի, ինքը օգոստոսի ծնունդ է, օգոստոսի 11, ավետս հոկտեմբերի 23, այսպես, և էլի այստեղ Վահանը չկար, իմ ավետի համար այս անգամ հաջող ոչ մի բան չկար, զեղչված, տարել էին, վաճառուհին ասում է տղաների շորերը, ուղղակի չեք պատկերացնի ոնց են տանում,
Այսպիսի գիշերազգեստ, Վահանը շատ է սիրում յուրաքանչյուր բրենդի Disney-ը, մանկական բրենդների մեջ Disney-ն է շատ սիրում եւ ամեն բրենդ ունի իր Disney հավաքածուն, սա եւս Disney հավաքածուն է, շատ լավն է, սա էլ մեծ է մի քիչ, բայց ոչինչ, 1 տարեկանի համար է, 12-ից 18, տեսեք, 1-ից 2 տարեկանների համար է ոչինչ, կպահի կհագցնի մաման, խնդիր չկա։ Այսքանն էր սիրելիներս իմ այսօրվա գնումները, ես չեմ մտել առևտրի, որովհետև 3 տեսակ Զովքում բավական մեծ առևտուր էին կարել, տանը ամեն բան կար եւ ուղակի մտնել այնտեղ ու գումար նորից ծախսել կարիքը չկար, բոլորովին դրա համար էլ ճիշտն ասած չենք մտել, իսկ ներկա անպայման ես ձեզ կասեմ, կներկեմ, մազերս կասեմ իսկապես լավ ներկ է թե ոչ, չգիտեմ, նույնիսկ չեմ էլ տեսել, թե ներսում ինչ կա, հիմա մի հատ արագ բացեմ, Վահանը 10 րոպե ընդմիջում է արել, պարապմունք է անում, ես ինչու ինքան չեմ սիրում, որ չի լինում բացել, մի կերպ, այստեղ տեսեք, տեսեք, այստեղ փակցված է, այդ դրա համար էլ չէր լինում բացել, այստեղ ունի այսպիսի օքսի, հա, սա երևի օքսին է, սա հիմնական ներկն է, այստեղ ունի, ինչ է, professional, դիմակ է մազերի, այսպիսի, սա ինչ է, սա էլ, հա, գույնի համար է, coloration, հա, colorazione, հա, balsamo post colorazione, իտալական ակցենտով, սա է, անուշիկներս, էլ ոչինչ չկար մեջը, ձեռնոցներ չկա, չէ, ձեռնոցներ չկա, գրված է պրոֆեսիոնալ, բայց չգիտես ինչու, ձեռնոցներ չնայած մեկ լինում է այս թղթերին է, գիտեք չէ, փակցված լինում, մի րոպե, սովորաբար պրոֆեսիոնալները ունենում են, ահա, տեսակ, պրոֆեսիոնալները, այո, տեսակ ձեռնոցը, թղթի վրա ամրացված է, այ հես է, Ռիվլոնն էլ է այսպես դրա համար, մի խոսքով անուշիկներս կներկեմ և ձեզ կասեմ Վահանի դասը սկսվում է, ես անջատվեմ, սիրում եմ բոլորիդ, հնարավոր է սա արդեն հավաքեմ և տեղադրեմ, ձեզ լավ ու գեղեցիկ երեկո եմ մաղթում, ուրեմն սիրելիներս գիրքը մակագրեցի, մակագրությունը ինձ մնացել է մայրիկիցս, իմ բոլոր գրքերը և Էրիկի բոլոր գրքերը մակագրված են, մեր տան բոլոր գրքերն են մակագրված, երբ է ուրեմն գնվել, ում կողմից, ինչ նպատակով է այն գնվել, ինչ նպատակով է այն նվիրվում, իմ Արամին, որ բացահայտի տիեզերքի աստղալից ու կախարդական անսահմանությունը, սիրով հորաքույր Սեդա, իմ մորաքրոջ տղայի տղան է, մորաքրոջս թոռնիկն է, սա մեկ և երկրորդ գիրքն էլ եմ մակագրել, Արամիս, որ ժառանգի Արամ թագավորի ուժը, քաջությունն ու հնարամտությունը, սիրով հորաքույր Սեդա, և ամիս ամսաթիվ, ահա այսպես սիրելիներս, գիրքը միշտ մնայուն արժեք է, գիրքը միշտ կմնա, կպահպանվի և երեխան կստանա գիտելիք, իսկ գիտելիքը գիտեք ոչ մի դեպքում չի կորում, ուր էլ որ գնաք, ծանրություն չէ, միշտ ձեզ հետ է, պետք չէ դրա համար հատուկ վիզաներ ունենալ կամ գիտելիքը միշտ ձեզ հետ կլինի սիրելիներս, նվիրեք ձեր երեխաներին գրքեր, որովհետև գիրքը միշտ մնայուն արժեք է բոլոր ժամանակների, դե ինչ, սիրում եմ ձեզ, այստեղ ասում եմ առայժմ, կհանդիպենք քիչ ավելի ուշ կամ կտեղադրեմ